Բարև ձեզ սիրելի ժողովուրդ, ես ճիշտ ասած դեռ երեկ էի ուզում արձագանքեի, բայց հետո մտածեցի մի հատ լավ վերլուծենք էլի, ես Նիկոլի ուղերձները, որ ինքը երեկ Արաբկիրի համայնքում ներկայացրեց, որպեսզի հասկանանք ուր ենք գնում եւ ինչով ենք զբաղվելու այս ընթացքում, այս մեր ընտրություններում, ինչ հասկացանք, ուրեմն իսկապես սա շատ արդեն լուրջ բան է, Փաշինյանը ինչ է ասում, դիմում է մեր հասարակությանը, արցախցիներին, հələ մի կողմ դնենք, թե ինչ վատ մաներաներով, ինչքան կոպտորեն հարձակվելով անմեղ քաղաքացիների վրա, դա հələ մի կողմ դնենք, հələ մենք հասկանանք ինչ է ասում։ Ուրեմն ասում է, հիմնական մեղադրանքը այն է, որ Ղարաբաղցիք, արցախցիները իբրև չեն կռվել, փախել են ղեկավարները, զբաղված են եղել մենակ թալանով, իսկ արցախցիները չեն կռվել։ Վախեցել են, թողել են ռազմի դաշտը եւ այլն եւ այլն։ Հիմա մենք ուղղակի ուզում եմ մեր ժողովրդին ներկայացնեմ որոշ տվյալներ։ Դուք օրինակ գիտեք, որ այսինքն շատերը գիտեն բնականաբար, բայց որ 44 օրյա պատերազմի ընթացքում արցախահայության կորուստները կազմել են 900 մարդ։ Հետագայում արդեն 23 թվին, երբ որ արդեն Արցախի ոչնչացման պատերազմի ժամանակ, երբ որ իդեպ Փաշինյանը մենակ էր թողել արցախցիներին, իրենց անվտանգության հարցերը լուծելու, եւս 200 մարդ այդտեղ կորցրեցին արցախահայերը, ընդ որում լավ կռիվ տվեցին, այն վերջին հուսահատ մարտը տվեցին, եւ 200 մարդ էլ ասենք այդ բանի դեպքերից, պայթյունի դեպքերից, իսկ մենք մոտավորապես ստանում ենք լրիվ ճիշտ թվերը անհնար է պարզել, բայց մոտավորապես ստանում ենք 1300 մարդ զոհված, ընդ որում բացարձակ մեծամասնությունը զինվորականներ, այս Արցախի պաշտպանության վերջին այս դրվագներն պատերազմի։ Դուք հասկանում եք այդ ինչ թիվ է։ Նիկոլ Փաշինյան, դու հասկանում ես այդ ինչ թիվ է։ Ասենք դա եթե համարենք, որ Արցախի բնակչությունը կազմում է 140,000 մարդ, դա մոտավորապես բնակչության 1%-ի մասին ենք խոսում։ Ասենք որ դուք հասկանաք այդ ինչ թիվ է, ու ասենք խորհրդային միության կորուստների մասին չենք խոսում, դրանք ահավոր են եղել, բայց օրինակի համար Միացյալ Թագավորությունը, Բրիտանիան, երկրորդ համաշխարհային պատերազմում կորցրել է իր բնակչության 1%-ը։ Այսինքն արցախահայությունը այդ երկու պատերազմներում կորցրել է այնքան մարդ, ինչքան Միացյալ Թագավորությունը, Բրիտանիայի կորցրել է երկրորդ համաշխարհային 4 տարվա պատերազմում նացիստական Գերմանիայի դեմ։ Եվ այս մարդկանց, որ այսքան զոհ են տվել, այսքան խիզախորեն պաշտպանել են իրենց հայրենիքը, այս մարդկանց Նիկոլ Փաշինյանը մեղադրում է, անվանում է վախկոտներ, փախել եք, չեք պաշտպանել եւ այլն եւ այլն։ Սա ինչ ասեմ, հրեշավոր դեմագոգիա է ու խաբեբայություն եւ անտանելի մի բան է եւ չգիտեմ, այս մարդուն սրանից հետո ոնց անվանենք։ Գիտեք, արդեն չի լինում այս ամեն ինչը բան անել, էլի, իր գժության վրա սպիսատ անել, ասել որ դե լավ, դե հիմա բանա մի քիչ շեղված է, էսա այնա։ Սա հոգեբանություն է։ Սա մոտեցում է։ Ինքը համարում է, որ հələ մի հատ էլ տեսեք ինչ ասում է։ Ասում է դու ոնց է չես զոհվել։ Դուք ինչ եք ընդհանրապես կենթանի, որ հələ ստե գալիս եք 5000 զոհերի մասին խոսում եք։ Հասկանում եք ինչ ասում այս մարդը։ Այս մարդը ասում է, որ եթե տենց էր, գնայք զոհվեիք բոլորը, մի հատ որևէ ականատես էլ չունենայինք, որ մեզ կարողանար
որևէ կշտամբանք բերեր մեր առաջ դներ։ Այս մարդը այսենց ինչ ասեմ, հայերենում դժվարանում էլ հրեշ են բառը չի, ուռոդ է էլի։ Սենց մի բան է։ Ասում ես այդ Արցախի ղեկավարությունը փախել է։ Արցախի ղեկավարությունը այսօր Բաքվի բանտերում տանջվում է ու տանջվում է նաև այն պատճառով, որ դու քո դիվանագիտությունը բացարձակ որևէ արդյունավետություն չունի։ Նաև դրա համար է տանջվում։ Եվ իրականում շատ լուրջ կասկածներ կան, որ դու չես էլ զբաղվում իրանց վերադարձով։ Իսկ ինչի՞ դու զբաղվես, եթե դու ըստ էության դառել ես Իլհամ Ալիևի կուսակալը, նրա ռուպորը, նրա ինչ ասեմ, գուբերնատորը Հայաստանի եւ ուղղակի անցկացնում ես այն քաղաքականությունը, որ իրեն է պետք։ Դուք երկուսով էլ շահագրգռված եք, որ այդ մարդիկ մնան Բաքվում, բայց անունը դնեք, որ դուք խաղաղություն եք կնքել։ Սենց խաղաղություն ալու։ Հա։ Այսինքն դե բարոյական առումով սա արդեն վերջն է, բոլոր սահմանները անցված են, բայց այդտեղ ավելի կարևոր է մի հատ ուրիշ հանգամանք։ Այս ամեն ինչը ինչից սկսեց։ Այսինքն ինչն է, որ սենց իբր թե հունից հանել է Նիկոլ Փաշինյանն։ Իբր թե ինչ եմ ասում, որովհետև իրականում այս գրգռվածությունը իր մոտ առաջացավ այն մասկիների շոուից, որ իբր ինչ որ Ղարաբաղցիք մասկաներով, ավտոմատներով սպառնացել են իրան, հա։ Եվ ինչ է կատարվում, նախ ժողովուրդը շատ ճիշտ հարց է տալիս։ Այդ ոնց եղավ, որ այդ նյութը մենակ ձեզ է հասանելի։ Այսինքն դուք եք տարածում այդ նյութը։ Կարող է այդ նյութը ձեզ ուղղակի շատ պետք էր, որ հիմա լինի, որ դուք կարողանաք այսպես սրել իրավիճակը։ Ու դուք առանց որևէ հիմնավորման, առանց որևէ հետաքննության, առանց որևէ ապացույցի, Նիկոլ, դու հարձակվում ես եւ ընդդիմության վրա, եւ սովորական քաղաքացիների վրա։ Բոլորին sense նույնացում ես իրար։ Դու ռոբ ես, դու ես, դու են ես, սաղիթ կկզացնեմ, բան։ Այդ բառապաշարը դու տենց էլ պետական գործից չդարար։ Դա քուչի գյադու բառապաշար է։ Ու դու երկիրը կառավարել ես քուչի գյադու կարգավիճակով։ Մի բան էլ ասեմ, այդ մի քիչ քո համար շատ մեծ կարգավիճակ կլինի, որ ասենք քեզ քուչի գյադան, անգամ կարող է վիրավորվեն այդ մարդիկ, որովհետև դու այդքանն էլ չկաս, դուսկի բակ չես դուս եկել, հայատ չես դուս եկել, կռիվ չես արել, այդ էլ չկաս, բայց այդ բանը, պահվածքը լավ էլ յուրացրել ես և օգտագործում ես, վաղկոտ էլ մարդ ես է, դեմ դիմաց այդ կանգնած Արթուր Օսիպյանը դու իրան չես կարողանում պատասխան տաս, հետո փախնում ես, գնում ես կամերայի մեջ հանրության ես սկսում քո պատասխանը տալ։ Կարճ ասած ահա որ է, ես կարծում եմ Փաշինյանը միտումնավոր գնում է սրման իրավիճակի, ինքը հասկանում է, որ հողը իր տակից գնում է, որ իրան պետք է սրել իրավիճակը և ստեղծել անգամ գնալ բախումների և այլն և այլն։ Ամբողջ պատասխանությունը լինելու է քո վրա, Նիկոլ, դրա համար, բայց մեր ժողովրդին ես կոչ եմ անում սառնասիրտ կեցվածքի, մենք պետք է հասկանանք ինչ չարիքի հետ գործ ունենք, պետք է մեր գործողությունները պետք է լինեն շատ սառնասիրտ, հաշվարկված և այս պահին գլխավոր բանը, ինչ որ մենք կարող ենք անել, դա նախապատրաստվել նրան, որ հունիսի 7-ին նրան տանք համաժողովրդական հակահարված։ Այս պահին այսքանը, կապի մեջ կլինենք, իրավիճակը թեժանում է և միգուցե անգամ այդ կապի անհրաժեշտությունը շատ ավելի հաճախակի լինի։ Շնորհակալություն, մինչև մյուս հանդիպումներ։